Փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ արտաքսման ռեժիմ կամ ռեժիմ վիսիլկի օրենքը եւ միաժամանակ ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստրը կոնտրոլируемых лиц։ Բոլոր այն անձինք, ովքեր փետրվարի 5-ի դրությամբ ունեին որևէ խախտում, դա կարող էր լինել միգրացիոն օրենսդրության վարչական խախտում եւ այլն, իրենք հայտնվեցին այս ռեեստրում։ Իրականում այդպես պետք է լիներ, բայց ցավոք ռեեստրում հայտնվեցին նաև մարդիկ, ովքեր չունեին որևէ խախտում եւ նրանց բոլոր փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով արված էին, ուժի մեջ էին, ավելին ասեմ, այդ ռեեստրում հայտնվեցին երկքաղաքացիություն ունեցող, այսինքն նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, որոնց ընդհանրապես ռեեստրը չէր վերաբերվում։ Եվ փետրվարի 5-ից սկսած սկսվեց այդ սարսափ մղձավանջը միգրանտների շրջանում, որովհետև ռեեստրում հայտնվելը դա ուղղակի ինչ-որ ցուցակում հայտնվել չէր, դա իրենից ենթադրում էր պատժիչ միջոցներ, առաջինը, ինչպես են մարդիկ իմանում, որ իրենք ռեեստրում են, առաջինը միանգամից սառեցվում են նրանց բանկային հաշիվները։